Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ, կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Պարոն Գրիգորյան, հետևելով ձեր քաղաքական գծին, տարբեր հարցազրույցներով նաև դրա մասին խոսել եք, դուք առաջարկում եք այլընտրանքային քաղաքական ուժի տարբերակը։ Իհարկե մեր քաղաքական դաշտում մենք արդեն իսկ լսել ենք երրորդ ճանապարհի գոյության մասին, որը թույլ տվեք ասել, մեղմ ասած այնքան էլ հաջող չի ընթացել, բայց ինչ է ձեր առաջարկածը, դուք ինչ եք առաջարկում որպես երրորդ այլընտրանքային կամ այսպես ասած այլընտրանքային քաղաքական ուժ ներկայանալով, ձեր օրակարգը ո՞րն է, դուք ինչ եք ուզում անել։ Նայեք, այլընտրանքը ընդհանրապես ամենաբարդ իրագործվող տարբերակն է ցանկացած միջավայրում, որովհետև ինքը պետք է գոյություն ունեցող երկու ծայրահեղ տրենդերի մեջ առաջարկի մի նոր բան, եւ ըստ էության ինչ է այլընտրանքը ոչ թե միայն մեր համար, այլ ընդհանրապես տվյալ մեր քաղաքական դաշտում, որը մեզանով չի սահմանափակվում բնականաբար, բայց այլընտրանքը նախ պետք է առաջարկի Հայաստանի զարգացման հայակենտրոն ծրագիր, որը այսօրվա քաղաքական դաշտում թե սևերը, թե սպիտակները, այսպես ասկոչված, չեն առաջարկում, այն պետք է ունենա լիակատար անկախություն թե նախկիններից, թե ներկաներից, սա երկրորդ տարրն է, եւ երրորդ ինքը պետք է ունենա երկրի զարգացման այնպիսի ծրագիր, որը ի վիճակի լինի լուծելու մեր երկրի առաջ ծառացած տնտեսական, էներգետիկ եւ ռազմական անվտանգային խնդիրները։ Այս 3 տարերին համապատասխանող ցանկացած ուժ, որոնք կրկնեմ, միայն մենք չենք, կարող է հավակնել այլընտրանքային ուժ կամ այլընտրանքային ճակատ ձևավորելու։ Հիմա ձեր այս բոլոր բնորոշումները ձեր բնութագրումներն էին, թե դուք առհասարակ այլընտրանքային քաղաքական ուժի բնութագիրը ներկայացրեցիք։ Ոչ, ձեր ասած, ձեր նշած այլընտրանքային ուժերը, որոնք երրորդ ճանապարհ են առաջարկելու ձախողվել են, դրանք չի ունեցել սկզբունքային տարբերություն այն ուժերից, որոնց նկատմամբ նրանք հավակնել են լինեն այլընտրանք։ Այսինքն նրանք փորձել են զուտ այլընտրանք լինեն անձի տեսքով։ Մենք ասում ենք, որ քաղաքական ուժը, որը հավակնում է ձևավորել այլընտրանքային ճակատ, ինքը պետք է բավարարի մի առնվազն այս 3 չափանիշներին։ Մենք ոչ միայն բավարարում ենք այդ 3 չափանիշները, այլ տարերել ենք բավարարում, եւ մենք փորձում ենք համագործակցության եզրեր գտնել նման ուժերի հետ մեր քաղաքական դաշտում։ Եթե դուք ասում եք այլընտրանքային քաղաքական ուժը, այս դեպքում ձեզ նկատի ունենալով ձեր քաղաքական ուժին, նկատի ունենալով պետք է լիովին անկախ լինի ներկա նախկին իշխանություններից կամ քաղաքական ուժերից, առհասարակ դուք դա ոնց եք պատկերացնում, եթե նաև դուք հիմա գործընթացների մեջ եք, որպեսզի կարողանաք համագործակցության եզրեր գտնել այդ քաղաքական դաշտի ուժերի հետ, երկնքից չեք բերելու այլ քաղաքական ուժեր, ներկաների միջից եք փորձելու գտնել, լիովին անկախ լինելով ոնց եք կարողանալու նրանց հետ համագործակցել։ Նայեք, լիովին անկախ, ես նկատեմ առաջին ֆինանսական անկախություն, այսինքն Քոչարյանը չի վճարում քո կուսակցությունը պահելու համար եւ զարգացնելու համար կամ իշխանությունը չի վճարում, այսինքն առաջին ֆինանսական անկախություն, երկրորդը քո որոշումների վրա ազդելու բացառում, այսինքն այդ սև եւ սպիտակ ուժերը որևէ ձևով չազդեն քո որոշումների վրա։ Ձեր նշածը համագործակցություն, բնականաբար իրականության մեջ դու չես կարող չարարեսվել կամ շփվել որևէ ուժի հետ, որոնք թեկուզ այդ ճամբարից են, բայց երբ որ ես ասում եմ դու պետք է լինես ոչ սևերից, ոչ սպիտակներից, ոչ նրանց արբանյակ, դա ենթադրում է, որ դու պետք է ինքնուրույն ֆինանսավորես քո քաղաքական գործունեությունը եւ ինքնուրույն որոշումներ կայացնես քաղաքական այս կամ այն հարցերից։ Դե դեպքում էլ ինչի եք համագործակցություն փնտրում, ինքնուրույն մենք համագործակցություն գտնում մեր նման մտածող, մեր նման ծրագիր ունեցող այլընտրանքային ուժերի հետ, ոչ թե այդ երկու ճամբարի մեջի ուժերի հետ, այսինքն մենք բացառում ենք համագործակցությունը Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանի հետ առնչված կամ առնչվող քաղաքական ուժերի կամ նրանց արբանյակների հետ։ Հիմա ինչ մնաց տակը, եթե բացառում եք նրանց հետ առնչվող քաղաքական ուժերին, տակնով է մնացել։ Տակը կան ուժեր, անցկուսակցությունները երևի արդեն մի մասը կարող է անցկուսակցություն լինի, մի մասը կարող է չլինել անցկուսակցություն։ Ես չեմ կարող պնդել, որ բոլորը անցկուսակցություն, որտեղ ես առնվազն ճանաչում եմ մի քանի այլ կուսակցությունների, որոնք որ ես անունները չեմ տա, որովհետև որպեսզի չլինի դա ինչ որ մեկի մյուսի նկատմամբ առավելություն, բայց ես պնդում եմ, որ կա անկուսակցություններ, որոնք թե անցկուսակցություն թե ոչ, բայց դրանք ներկայացնում են այլընտրանքային դաշտը եւ մենք մտադիր ենք այդ դաշտի հետ աշխատելով 26 թվականին ընթառաջ ունենալ այնպիսի համախմբում, որը թույլ տա, որտեղ դա շատ ծանր բեռ է իրականում եղած բևեռացված քաղաքական դաշտում առաջարկել մի բան ու լինել լսելի ու լինել ընկալելի։ Ինչ առաջարկել։ Առաջարկել այդ այլընտրանքային
մոտեցում այլընտրանքային ծրագիրը, որը հիմնված է հայակենտրոն, Հայաստանը տարածաշրջանի ուժային կենտրոն դարձնելու։ Բառը գեղեցիկ է հայակենտրոն, բայց ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ դա նշանակում է, դա ես ասում եմ դրա համար, որտեղ մեր համար թե ներկայ իշխանությունը, թե նախորդ իշխանությունները բանավիճում են միայն այն հարցի շուրջ, թե նրանցից ով ավելի լավ կարող էր Հայաստանը բանակցային սեղանի շուրջ վաճառել, հա, իշխանության հաշվին վաճառել Ռուսաստանին կամ այլ ուժային կենտրոնի, այսինքն այս ամբողջ դիսկուրսը քաղաքական որ տեղ ունեմ, թե Սամվել Կարապետյանի ուժի, թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի եւ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, հա, այդ հարցազրույցները որ նայում ենք, ամբողջը պատտվում է մի գաղափարի շուրջ, որ մենք ավելի լավ կարող էինք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կազմել, մենք ավելի լավ կարող էինք Ղարաբաղը հանձնել, մենք ավելի լավ կարող էինք էներգետիկ համակարգը դնել կախվածության մեջ եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք, խոսում են ցորենի մասին, իրար քննադատում են, թե գնացքը ոնց եկավ, բայց հայակենտրոն մտածողությունն է, որ մենք ոչ թե ուրախանանք, որ ցորենով գնացքը եկավ, մտավ Ադրբեջանով Վրաստան ու հետո Հայաստան, այլ մտածենք ինչպես ենք ապահովում մեր ցորենի կամ պաշարների կայունությունը մեր ռեսուրսի շուրջ։ Այսինքն մենք ունենք անմշակ գյուղատնտեսական հողեր, բայց մենք ուրախանում ենք, որ Ադրբեջանի տարածքով 10 տոննա ցորեն եկավ։ Այսինքն մտածողությունը ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրված։ Եվ սա ես մի օրինակ բերեցի, բայց դա վերաբերում է թե ռազմական ոլորտին, թե էներգետիկ ոլորտին, որովհետև եթե նայենք ՀԿ-ի տարիներին ու ՔՊ-ի տարիներին ինչ դրական փոփոխություն տեղի ունեցել, այսինքն հարց եմ տալիս, մենք ձեռք ենք բերել էներգետիկ անկախություն Ռուսաստանից, ոչ, մենք ձեռք ենք բերել տրանսպորտային հանգույցների, ասենք հարավային երկաթգծերը, որ պատկանում են Ռուսաստանին, ոչ, մենք ձեռք ենք բերել ատոմակայանի դիվերսիֆիկացում, ատոմային էներգիայի ոլորտում, ոչ, մենք ձեռք ենք բերել տնտեսական դիվերսիֆիկացում, արտահանում եւ ներմուծումը տեսակարար իմաստով Ռուսաստանից եւ ԵԱՏՄ-ից կախվածությունը, իհարկե ոչ։ Դե քաղաքական իշխանությունը կասեր այո, որովհետեւ իրենք վարում են եւ քաղաքական առումով դիվերսիֆիկացիա եւ տնտեսական առումով դիվերսիֆիկացիա։ Վարում են, ինչպես ասեցիք, սիրուն խոսքեր, բայց նայեք թվերին, ինչքան է արտահանվում Եվրոմիություն, ինչքան է արտահանվում ԵԱՏՄ։ Դա օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված։ Ես օբյեկտիվ պատճառներով միշտ կարող ես ձախողումը բացատրել, բայց ես ասում եմ, խնդիր չի դրվում Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ի թե ՀԱՊԿ-ի ռազմավարական, թե ռազմական, թե տնտեսական կախվածության ուղեցրից։ Այսինքն մենք խոսում ենք նույն երանգի, նույն գույնի տարբեր երանգների մասին, այսինքն նախկինները ու ներկաները դրանք մի գույնային սպեկտրի տարբեր երանգներ են։ Մենք ասում ենք այլընտրանքը նա է, որը նոր գույն է առաջարկում, ոչ թե գույնային սպեկտր։ Իրենք բանավիճում են, թե մեզանից որ երանգի գույնն է ավելի գեղեցիկ։ Եվ ամբողջ հասարակությունը եւ քաղաքական համակարգը պատտվում է այս անիմաստ, դու թալանչի ես, դու հողատու ես, դու նախկին ես, դու ներկա ես, մենք ավելի լավ էինք էսանում, մենք ավելի, այսինքն դիսկուրսը սխալ հունի մեջ է։ Մենք փորձում ենք այդ դիսկուրսից դուրս գալ եւ առաջարկել այնպիսի այլընտրանքային ծրագիր, որ մարդիկ իրականում սկսեն մտածել, ինչպես անենք, որ ոչ թե ցորենը եկավ ըստեղով, այլ մենք ինչի չենք արտադրում ցորեն եւ այլն այդ հարցեր։ Հիմա մեր քաղաքական դաշտում բոլոր քաղաքական ուժերը մեծամասամբ խոսում են խաղաղության մասին։ Հարցազրույցներ են տալիս բանակցությունների թեմայով, մասնավորապես նախորդ մի քանի օրերին ամենից շատ քննարկվողը նախկին երկու նախագահի հարցազրույցներ, որում նաև դետալներով անդրադարձ կար 44-օրյա պատերազմին, եւ Սերժ Սարգսյանն էր դրա մասին գնահատական տալիս, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ նաև գործող իշխանությունը, որը արդեն այս դեպքում արձագանքողի դերում էր։ Ինչ են ասում, մի մասը քաղաքական դաշտի, եթե ընդհանրական ձևակերպենք իրողությունը, ասում է խաղաղությունը կա, հաստատվել է, եւ դա մենք ձեզ փաստերով ներկայացնում ենք։ Փաստ 1. Մենք ստորագրել ենք օգոստոսի 8-ին հայտնի փաստաթուղթը, նախաստորագրել ենք փաստաթուղթը, որը ենթադրում է, որ խաղաղությունը հաստատվել է կա։ Մենք արդեն խոսում ենք ապաշրջափակման մասին եւ փաստն այն է, որ Ադրբեջանի տարածքով բեռը ցորենի անցնում է Վրաստանով, հասնում Հայաստան։ Գումարած դրան նաև ապաշրջափակման մի կտորել մենք սահմանազատման մասով ենք ասում եւ այլն։ Մյուս մասը, որ հիմնականում ընդդիմադիր թեւ ներկայացնողն է, ասում է խաղաղություն չկա, կամ այն խաղաղությունը, որը որ կա, դա երաշխավորված չէ, եւ դա օրինակ կարող է կախված լինել մեկ անձի ցանկությունից։ Այս դեպքում Քոչարյանն ասում էր, որ այդ անձը Ալիևն է, եթե նա կուզի խաղաղությունը կթողնի, եթե նա չի ուզի խաղաղությունը չի թողնի։ Եվ բացատրում են նրանով, որ տեսեք, դուք ասում եք իշխանություններ, դուք բերել եք խաղաղություն, բայց Ադրբեջանը շարունակում է իր պատերազմական հռետորաբանությունը։ Մեր տեղանուններն է, իբրև թե ադրբեջանական անուններով անվանակոչում, տարբեր սպառնալիքներ, նախապայմաններ առաջ քաշելով։ Դուք ձեզ ներկայացնում, դիրքավորում եք որպես երրորդ կամ այլընտրանքային քաղաքական ուժ։ Այս երկու կողմերից որտեղ է ճշմարտությունը, խաղաղություն կա, թե խաղաղություն չկա։ Նայեք, այլընտրանքային
նաև մտածողությունը նրանում է, որ մենք պարփակված չլինենք այս անհնարինությամբ, որ կարողանանք իրականությունը ներկայացնել հենց ոնց կա, այսինքն մեր ճակերտավոր ազգային ժողովի ընդդիմության խնդիրը նա է, որ նրանք նույնիսկ սպիտակ բանը չեն կարողանում ասել, որ դա սպիտակ է, այսինքն այն ինչ որ գոնե կա իրականություն, դա են նույնիսկ վախենում ասել, որ ինչա, չգիտեմ, քաղաքական նպատակներով։ Ես կարող եմ հետեւյալը ասել, որ խաղաղությունը բոլորի համար խաղաղություն է, այսինքն պայքարել նրա դեմ, որ խաղաղությունը ավելի վատ է, քան պատերազմը, դա աբսուրդ է։ Բնական է բոլորը խաղաղություն ուզում, բայց կրկին այս դիսկուրսի մեջ նայեք ինչն է կորում։ Ինչ գնով է տրվել խաղաղությունը։ Խաղաղությունը ո՞րն է։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթը դա միջազգային պայմանագիր է, թե ոչ։ Ոչ, դա միջազգային պայմանագիր չէ։ Խաղաղություն ներողություն այն է, որ սահմաններին չեն կրակում եւ զինվոր չի մահանում։ Սահմանները չկրակելը մի տարի կամ 2 տարի կամ 3 տարի ինքը երկար process է, այս պահին կանգնել ասել, որ վաղը չեն կրակի, դա ոչ մեկ չի կարող ասել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա ու նաև ընդհանրապես միջազգային կոնյունկտուրով պայմանավորված խաղաղությունները իրանք երաշխավորված չեն, որովհետև որ պահին կոնյունկտուրան փոխվի, դու փոխվում ես։ Հիմա ստեղից հետ եմ գալիս նույնպես հայակենտրոնության հիման վրա։ Եթե մեր իշխանությունը գտնում է, որ խաղաղությունը հաստատվել է, նա չպետք է բանակի ծախսերը կրճատի։ Այսինքն նշանակում է տվյալ իշխանությունը չի հասկանում, որ միակ խաղաղության երաշխավորը դա Հայաստանի Հանրապետության բանակն է։ Ցանկացած այլ երաշխավորություն հղի է նրանով, որ ցանկացած օր միջազգային ցանկացած բանակցային սեղանում առանց Հայաստանի մասնակցության Հայաստանում կարող է դրա համար չկա երաշխավոր, կա երկկողմ համաձայնություն երրորդ կողմի վկայությամբ, չնայած որ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ այս խաղաղությունը կամ այդ փաստաթուղթը կարող է երաշխավորված լինել, եթե օրինակ Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ Ռուսաստանը միաժեք ստորագրեին փաստաթուղթ, որը կերաշխավորեր արդեն իսկ նախաստորագրած փաստաթուղթը։ Դա էլ չէ լի երաշխի։ Ես կարող եմ մի բան ձեզ ասել, Իսրայելը ինձ թվում է ձեզ օրինակ է կամ Ուկրաինան կամ Վրաստանը, նրան, որ իրականում որևէ փաստաթուղթ ոչ մի բանի երաշխիք չի։ Եթե մարդ քիչ թե շատ գիտի պատմություն, նա կարող է հաստատ ասել, որ երաշխավորության երաշխիքի միակ տեսակը դա քո այնպիսի բանակ ու պաշտպանական բանակ ստեղծելն է, որի դեպքում քո վրա հարձակման գինը շատ ավելի բարձր է, քան այն արժեքը, որը որ պետք է այդ պատերազմով ձեռք բերվի։ Հիմա չի անում դա գործող իշխանությունը։ Ոչ, գործող իշխանությունը դա չի անում, որովհետև դու երբ որ կրճատում ես սպառազինությունը, բանակի հետ կապված բարեփոխումները ինչի մասին են խոսում։ Որ բարեփոխումները, եթե դուք ասեք, բայց ես չգիտեմ բարեփոխում, բացի որ ծառայության ժամկետը կրճատվել է եւ բացի դրանից, որ բանակի վրա ծախսվող գումարը նվազել է, այսինքն եթե մենք ու որևէ ղեկավար իմ կարծիքով իրավունք չունի վերկանասի, որ այս պահից գրիչով հաստատվեց խաղաղության դարաշրջան։ Մենք ապրում ենք այնպիսի տարի, մենք չենք ապրում Բելգիայում ու մեր հարևանը Նիդերլանդները չեն։ Գրիչով չէ։ Փաստը այն է, որ սահմանին կրակոտ չկա, զինվոր չի մահանում, դա գրիչ չէ։ Մի տարի, 2 տարի։ Էական չէ, որքան ժամանակ խաղաղության գործընթացին վերջնական հասնելու, դա process է, չէ՞, դուք եք ընդունում process, այո, բայց մենք խոսում ենք երաշխիքի մասին, այս պահին խաղաղություն կա։ Բայց դուք նոր ասացիք, որ երաշխիքը հնարավոր չէ որևէ պարագայում պահել, որովհետև եթե աշխարհում միջազգային կոնյունկտուրան փոխվի, այդ երաշխիքը հոտս է ցնցվելու։ Գործող իշխանությունը գնացել է այն ճանապարհով, որ մեզ երրորդ կողմի երաշխավորություն պետք չէ, մենք երկու կողմով գալիս ենք համաձայնության, ոնց օրինակ սահմանների սահմանազատումը որոշակի մասով արվեց, հիմա փաստաթուղթ վկայությամբ։ Ես ասում եմ, քո քայլերը չեն կարող լինել, այս խաղաղությունը հաստատելու չեն կարող լինել բանակի ծառայության ժամկետը կրճատել, առավելևս եթե դու պրոֆեսիոնալ բանակը դեռ չես հասցրել կայացնել։ Բանակի ժամկետը պետք է կրճատել, որ դու ունենայիր բավականին չափով պրոֆեսիոնալ բանակ եւ երկրորդը դու չես կարող բանակի վրա ծախսերը կրճատես, որովհետեւ դու չես ապրում Բելգիայում, քո հարևաններ Նիդերլանդները չեն։ Այսինքն նույնիսկ Դանիան այսօր նոր գումարներ է ծախսում, պատերազմը ընթանում է, կներեք, պատերազմը հիշում եք բանակին տրամադրված պատերազմը ընթանում է Ուկրաինայում, բայց Դանիան ավելացնում է իր սպառազինության ծախսերը։ Մենք ապրում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողքը եւ անկախ դրանից մենք ինչ տեսակի պայմանագրեր կնքենք, նոտարով վավերացված, թե ում կողմից ստորագրված, նույնիսկ եթե Չինաստանը եւ ով ասես ստորագրի դրա վրա։ Մեր միակ երաշխիքը դա ասում եմ այնպիսի Ֆինլանդիայի օրինակով, հա, Պրիբալտիկայի երկրների օրինակով, այնպիսի պաշտպանական ենթակառուցված ստեղծելը դա միայն բանակի քանակը չի, էլի, դա ի նկատի ունեմ ենթակառուցված, երբ որ հողային հարձակման դեպքում բանակը չի կարող մի օրում 10-20 կիլոմետր արագ ճեղքի կոպել, այսինքն այնպիսի պաշտպանական շղթաներ ստեղծելը, որ քո վրա հարձակումը կտերվի երկարատև։ Ոնց որ օրինակ Ուկրաինայում տեսնում եք, որ Ռուսաստանը քանի ամիսներ ու տարիներ արդեն անում է եւ ռազմագիծը մնում է նույնը։
Այսինքն սրա մասն է խոսքը։ Եթե սա չի արվում, մնացած երաշխիքները ուղղակի դուք եղել եք սահմաններում։ Դուք տեսել եք առաջնագծերը կահավորված են, կահավորված չեն։ Դրանք սահմանում չես կարող լինել եւ նայես կահավորված։ Ես էլ չեմ եղել, հետեւաբար ոչ ձեր պնդումը կարող է ամբողջությամբ 100% ճիշտ լինել։ Ոչ իմ հակադարձումը կարող է 100% լինել, չնայած վարչապետը առաջարկություն ուներ, ասում էր կազմեք 50 հոգանոց խմբեր, եկեք գնանք սպառազինություն ցույց տալ։ Չեն կարող նայել ռազմական գաղտնի չէ, բայց գոնե այն սպառազինությունը, որը ըստ իշխանությունների ձեռք է բերվել եւ դա բանակի համար մեծ համադրում կարող է նրա վրա, որ պետբյուջեի նախագծում ասում են մենք մտել ենք խաղաղության դարաշրջան, մեզ ռազմական ծախսերի ավելացում պետք չի, մենք պետք է կառուցենք դպրոցներ։ Դա ի սկզբանե նշանակում է, որ քաղաքականությունը տարվում է իմ ասածին հակառակ ուղղությամբ, չի կարող ծավալը կրճատվել, բանակի քանակը կրճատվել եւ դու պաշտպանական այդ բաներ անես։ Իսկ ինչ մնում է այդ 50-ականոց խմբերին, բնականաբար այդ 50-ականոց խմբերը չեն կարող գնալ ռազմական գաղտնիք տեսնել, իսկ կարող են գնալ ու տեսնել, դա շատ վատ է, բայց ես կարծում եմ, որ չեն կարող, այսինքն դա էլ խնդրի լուծում չի։ Խնդիրը նա է, որ պետական մակարդակով պետք է հայտարարվի, որ Հայաստանի խաղաղության երաշխավորության միակ գրավականը գործող իշխանություն ճանաչում է, այնպիսի նրանք չեն ասել դա, նրանք ասում են, որ մենք հիմա պետք է բյուջեից ավելի շատ տանք սոցիալական խնդիրներին, առողջապահական, կրթական, գիտության եւ այլն։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նախկին երկու նախագահը համոզված է, որ մենք բանակցությունները, գործող իշխանությունները, եթե բանակցությունները ճիշտ վարեին, կամ այլ կերպ ասած չհրաժարվեին այդ բանակցություններից, չխուսափեին այդ բանակցություններից, մենք 44-օրյա պատերազմին չէինք գա, չէինք հանգի։ Երկրորդ նախագահն օրինակ ասում է, որ այդ պարագայում, եթե 44-օրյա պատերազմը չլիներ, այդ պարագայում բանակցությունների վերջնակետը կլիներ, որ մադրիդյան սկզբունքները մոդիֆիկացված տարբերակով կստորագրվեին, մի փոքր տարբերությամբ Սերժ Սարգսյանն ասում է, որ պատերազմն անխուսափելի չէր, բայց մինչև 18 թվականը դրա ելքը, արդյունքը կանխատեսելի չէր։ Այսպիսի ելքը կանխատեսելի չէր։ Ես կարծում եմ, սրանք մանիպուլատիվ։ Դուք երրորդ տարբերակի կառաջարկում, դուք ասեք հասկանամ, դուք ինչ եք մտածում։ Այս երկու հայտարարությունները մանիպուլատիվ են, post factum արված հայտարարություններ, նրա նպատակով որ մանիպուլացնեն իրականությունը։ Իրականությունը հետևյալն է, որ պատերազմը դեր նախագծվում էր 2012-13 թվականից, որովհետև պետք է նայել, որ թվից է Ադրբեջանը սկսել հարձակվողական սպառազինության երակի քառակի չափով աճեցում, այսինքն այդ պահից որոշում է կայացվել հարցը լուծել ռազմական ճանապարհով։ 16 թվականի ապրիլյան պատերազմը դրա ապացույցն էր, որ ուժերի փորձարկում տեղի ունեցավ եւ իրականությունը այն է, որ Սերժ Սարգսյանը իմանալով, ունենալով ազգային անվտանգության համապատասխան ծառայությունների եւ հետախուզության ինֆորմացիա, որ կատարվում է սահմանին, դուք կհիշեք Ուկրաինա մուտք գործելուց առաջ սահմանին բերվում էր մեծ քանակի տեխնիկա, արևմտյան գործընկերները ասում էին, որ դա ուղղակի զորավարժություններ են։ Այսինքն սա այնքան տրիվիալ բաներ եմ ես հիմա ասում, որ նույնիսկ հանրային հարթակներում պարզ է, երբ որ դիմացինդ, որ դու ունես կոնֆլիկտ, ու դուք իրար հետ շատ ճշտամական եք, ու ինքը ձեռք է բերում սպառազողական, հարձակվողական սպառազինություն, ակնհայտ է, որ դա արվում է ոչ թե ինքն իր վրա կրակելու, այլ մեր վրա կրակելու համար։ Իսկ դա արվում է այն ժամանակ, երբ որ քաղաքական, որտեղ դա նաև շատ մեծ գումարների հետ է կախված։ Նման քայլի դիմում են, երբ որ արդեն վերջնական որոշում է կայացվել, ու այդ որոշումը անպայման չի կայացվել այնպես, որ Հայաստանը տեղյակ լիներ դրանից։ Բնականաբար այդ որոշումը կայացվել է միգուցե Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ 16, 13, 14, 15 թվականներին։ Դա էական չի, բայց էականն է, որ մեր հետախուզությունը կամ իմացել է եւ որևէ բան չի արել, կամ չենք իմացել։ Երկու դեպքում էլ մենք ցախողել ենք, թե Սերժ Սարգսյանը պարագայում 44 օրյա, թե 4 օրյայի մասին։ Երկուսի դեպքում էլ, որտեղ Սերժ Սարգսյանը ցախողել է իր ընթացքում, Նիկոլ Փաշինյանը երբ 18 թվականին եկել է իշխանության, նրա առաջի գործը պետք է լիներ, եթե դա չի եղել, իմանալ ինչպիսի հետախուզական տվյալներ կա, ինչ վիճակում է ոչ թե Ղարաբաղի հարցը թղթի վրա, այսինքն Կազանյան փաստաթուղթ, Մադրիդյան սկզբունք եւ այլն, այլ ինչ իրավիճակ է տիրում ռազմաճակատում, ինչքան մենք ունենք տանկ, կոպիտ ասած, ինչքան տանկ նրանք եւ այլն։ Պատերազմը սկսելու դեպքում ինչ է մեզ սպառնում։ Այդ ինֆորմացիան 18 թվականին արդեն հայտնի է եղել։ Եթե 18-ից 20 թվականները ոչ թե եթե այլ 18-ից 20 թվականները որևէ քայլ իշխանությունը չի արել, որպեսզի այդ դիսբալանսը գոնե ինչ-որ չափով փոփոխի կամ կառուցի այնպեսի պաշտպան։ Դուք կարծում եք հնարավոր էր 2 տարում այդ դիսբալանսը։ Դուք հիշեցրեցիք, թե Ադրբեջանը տարիներ շարունակ քանի անգամ է բազմապատկել իր սպառազինության, հարձակողական սպառազինության քանակը, ու դուք պատկերացնում եք, որ 18-20 թվականին 2 տարում հնարավոր էր դա լուծել։ Նայեք, 2 տարում հնարավոր էր անել հետեւյալը, որը առնվազն ես կանեի։ Հնարավոր էր
բանակցել, որպիսի եթե այդպիսի որոշում, որտեղ արդեն պարզ էր, որ նման որոշում կայացվել է, ժամանակի հարց է մեր վրա հարձակումը։ Պետք է բանակցել ոչ թե Ռուսաստանի հետ, այլ որ հիմա իրենք այսպես ասած ճակերտավոր արևմտյան ուղղությամբ ուզում են երկիրը։ Այդ 2 տարիները որևէ բան չի արվել։ Այդ 2 տարիները չի փորձարկվել նույնիսկ այն ինքնաթիռները, որոնք Ռուսաստանից են գլվել։ Այդ ընթացքում փորձ չի արվել Հնդկաստանից գնել որևէ բան։ Այսինքն մենք շարունակել ենք էլի Ռուսաստանի հովանու ներքո, այդ ամբրելայի տակ անել վիշեր ֆիկտիվ ձևական քայլեր, ձեռ բերել 2-3 հատ սու, որոնք չեն աշխատում, ձեռ բերել։ Ում հետ բանակցեին ներողություն այդ տարիների ընթացքում։ Այդ տարիներին Հայաստանը պետք է բանակցեր ալտերնատիվ աղբյուրներից, զենքի գնման համարժեք այնպիսի զենքի հարցի կարգավորման Ղարաբաղի։ Երկուսն էլ։ Այսինքն պետք է նախ դիսբալանսը, ես համաձայն եմ, որ դիսբալանսը անհնար էր 6 տարվա կամ 8 տարվա սպառազինությունը 2 տարում, բայց նա որ 2 տարում գոնե 4 տարվա տեղը բերել, ինչ կբերեր ռազմաճակատում ոչ թե մենք միանգամից կփլուզվի ռազմաճակատը, այլ հիմա Ուկրաինան ոչ մեկ չի ասում, չէ՞ որ Ուկրաինան հաղթում է Ռուսաստանին, բայց մենք կարող ենք նաև պնդել, որ Ռուսաստանը չի հաղթում Ուկրաինային այն տեմպով, որով նախատեսվում է, այսինքն երբ որ դու հարցակումը կարողանում ես դանդաղեցնել, արդեն գնում է ռեսուրսների մաշման պատերազմ, այսինքն ինչի մեր պատերազմը տևեց 44 օր, ոչ թե 444 օր, որովհետև մենք ընդհանրապես ի վիճակի չեղանք ճակատը այնպես պահել, որ ինչ որ բանակցային ինչ որ հարց է մնալ, այսինքն որ դու ճակատում պարտվել ես, դու չես կարող բանակցել։ Դե պարոն Գրիգորյան, պատերազմը ցույց տվեց, որ մենք խնդիր ունենք։ Մենք պատերազմը ցույց տվեց, որ մենք բայց այդ խնդիրը 2 տարի, այ 2 տարում գոնե մի տանկ կարելի էր փորձարկել, նախ որտեղ պետք է փորձարկել, միգուցե Իսկանդերն էլ առաջարկեիք փորձարկել։ Այո, ամեն ինչ էլ պետք է փորձարկվեր, այսինքն պիտի փորձարկեինք։ Կարող է Իսկանդերի տեղը ունենայինք հնդկական համարժեքը կամ մի մոդիֆիկացիա ավելի լավ, այսինքն իմ ասածը հետեւյալն է, 18-ից 20 թվականները բացարձակապես որևէ բան չի արվել, թե ռազմական, թե տնտեսական, թե պաշտպանական զսպման իմաստով եւ չի արվել բանակցային իմաստով։ Դուք կիսում եք ընդդիմադիրների տեսակետը։ Ես կիսում եմ բանակցությունները տապալվել են, որովհետեւ նրանք ինչ են ասում, նրանք ասում են, այդ ժամանակ պետք էր գնալ Ռուսաստանի հետ ավելի շատ բանակցել։ Ես ասում եմ, որ սխալ է, պետք էր բայց ոչ թե Ռուսաստանի, պետք էր բանակցել այն նույն աղբյուրներից, որը հիմա ոնց են իրանք բարձենում, որ Հնդկաստանից բերում են SSS բաները, դա պետք է շուտ արվեր, այսինքն պետք չէր սպասել, որ Ռուսաստանը ձեզ ծախեր, վաճառեր, դավաճաներ, նոր դուք հասկանայիք, պարզ էր, որ եթե ընդունվել է որոշում, եւ եթե Ռուսաստանը չի կարող կանխել Ադրբեջանի սպառազինման տեմպերը, ակնհայտ էր, որ դա արվում է մեր վրա հարձակվելու համար եւ ինչպես Ադրբեջանի պաշտոնյան ասեց, որ Արցախում հարձակումը 3 օր առաջ, 5 օր առաջ արդեն համաձայնեցված է ռուսների հետ, դա այդքան էլ այդքան չէ 5-10 րոպե առաջ զգուշացրել են։ Դա հաստատ ամիսներ առաջ է զգուշացվել։ Ուրեմն նույն անալոգիայով դուք իմացեք, որ պատերազմը նույն ձևով համաձայնեցած է եղել Ռուսաստանից, եւ Ռուսաստանը մեզ տվել է զենքեր, գումարը վերցրել է մատակարարում ուշացրել, տվել է չաշխատող զենքեր, եւ այդ ամեն ինչի մեջ հիմարի նման շարունակել 18-ից 20 թվականների ռուսական քաղաքականությունը ճակատագրական է եղել մեր կորուստների չափի եւ տարածքային կորուստների մասով։ Ես չեմ ասում, որ պատերազմը։ Դե օրինակ Քոչարյանն ասում է, որ մենք եթե մեր դաշնակիցների հետ չփչացնենք մեր հարաբերությունները, ապա մենք նաեւ խնդրի առաջ չենք կանգնի։ Մեկ այլ հայտարարություն է անում, ասում է արդեն պատերազմից հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքումից հետո ասում է, որ հայկական կողմն է ամեն ինչ արել, որ ռուս խաղաղապահները դուրս գան, չնայած որ Բայրամովը հայտարարում է, որ կամ ասում են, որ Պրահայի այդ հայտնի հայտարարությունն ու ստորագրությունն է, որ պատճառ է հանդիսացել, որ ի վերջո ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքեն Արցախի Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Դուք ասում եք այլընտրանքը ո՞րն է, այլընտրանքը նա է, որ մենք նույն գնահատականները տալիս ենք, բայց տարբեր պատճառներով եւ օբյեկտիվ բաներ ենք ասում։ Հիմա ինչ որ ասում է Քոչարյանը, դրանք անկնհայտ սուտ բաներ են, որովհետեւ ես նորից ասացի, եթե նայեք ռազմական ծախսերը Ադրբեջանի, դրանք սկսել են քառակի հնգակի շատանալ 12-13 թվականից, այսինքն 12-13 թվականից ու նման բան անելուց առաջ նրանք անպայման ստացել են համաձայնությունը Թուրքիայից, իսկ Թուրքիան այլ կերպ ձևով ստացել է համաձայնությունը այլ ուժային կենտրոններից, որը տվյալ դեպքում Ռուսաստանն էր, որտեղ այդ ժամանակ այս տարածաշրջանը եղել է ռուսական ազդեցության տարածաշրջան։ Հիմա այդ ժամանակ նման տեմպերով զինվելու ընթացքում Քոչարյանի առաջարկած տարբերակը, որ պետք էր ավելի լավ բանակցել, որևէ բան չէր տալու, որովհետև արդեն Ուկրաինայի վրա հարձակումը պլանավորված է Ռուսաստանում եւ Ռուսաստանը գիտեր ինքը մոտակա 10 տարին ինչով է զբաղվելու։ Դրա համար էլ Ղարաբաղի հարցը վաճառվել է Ադրբեջանին եւ Թուրքիային որպես մանրադրամ մեկ այլ տեղ օգուտներ ստանալու համար, որը որ կյանքը ցույց տվեց, որ այդպես, այսինքն սրանք օբյեկտիվ փաստեր են, որոնք չի լինի սրանց դեմ գնալ եւ ուրիշ սուտ բաներ խոսալ, բայց այն որ ԿՊ-ն ձախողել է 18-ից 20 եւ 20-ից հետո հետպատերազմյան շրջանում
Հայաստանի ուժեղացման վերականգնման խնդիրը դա պարզ է, որտեվ մենք հիմա չենք կարող ասել, որ ԿՊ-ն 1 տարի 2 տարում չհասցրեց, բայց հիմա էլ 25 թիվն է, արդեն 7-րդ տարին է իշխանության։ 7 տարում ես ուզում եմ հարցնեմ, ԿՊ-ն ինչ է արել, որ մեր ռազմական, տնտեսական, էներգետիկ անվտանգությունը լինի դիվերսիֆիկացված, չի արվել որևէ բան։ Փորձել է շատ քիչ, դրամարել գոյություն ունեն ընտրություններ, զենքի մասին հիշատակեցիք, այլընտրանքային դիվերսիֆիկացման ճանապարհը թե չէ։ Գոյություն ունեն ընտրություններ։ Ռուսաստանից բացի այլ տեղից ենք կարող դրամարել գոյություն ընտրություններ եւ ես վստահ եմ առևտրի հետ կապված հարցեր են փորձում լուծել։ Այո, եւ ես վստահ եմ, որ ընտրությունները հենց դրա համար են, որովհետեւ եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, իշխանությունը գալիս է քաղաքական ուժը իր ծրագրերով, եթե ծրագրերը ձախողում է, 7 տարին բավարար է, որպեսզի դու հաջողես կամ ձախողես։ Եվ բնականաբար դրա համար էլ հիմա ԿՊ-ի ռեյտինգը քաղաքական իմաստով 30%-ից ցածր է կամ 30%-ի մոտ է իմ կարծիքով, այսինքն դա ձեր կարծիքով թե հարցում կա, որի վրա հիմնվում եք։ Դա իմ կարծիքն է, դա իմ կարծիքն է։ Ոնց եք ձևավորել այդ կարծիքը։ Զուտ Երևանից դուրս եւ Երևանում շփումներով, այսինքն մի քանի հոգու հետ շփվել եք, ու փորձել եք հասկանալ։ Ես կարող եմ ասել 300-400 հոգու մասին եմ ասում, իսկ սոցիալական հարցումները, որ անում են, սոցիոլոգիական, այդ հարցումները չեն անում 1 միլիոն բնակչության մեջ, ու ես կարող եմ ասել, ես տարբեր խավերի մարդկանց հետ եմ շփվել եւ կարող եմ ասել, որ մոտավորապես ամեն դեպքում 26 թվականը ցույց կտա ընտրությունների արդյունքները, բայց իմ ասածը ինչ է, քաղաքական ուժը անկեղծորեն է ձախողել, թե փորձել է եւ ձախողել է, երկրորդական է։ Միշտ էլ քաղաքական դաշտում լինելու են քաղաքական ուժեր, որոնք challenge են անելու հա այն ձախողումները, եւ դա մեր որպես ընդդիմության իրավունքն է եւ պարտականությունն է, մենք մատանցույց ենք անելու ձախողումը, իշխանությունն ցույց է տալու իր ձեռքբերումները, բայց վերջի որոշողը ընտրողներն են լինելու 26 թվականին եւ ըստ այդմ էլ մենք դրա համար ենք հանդես գալու պես այլընտրանքային, մենք չենք ուզում սա խառնել սևը սպիտակի հետ եւ խոսել այնպիսի բաներից, որոնք իրականություն չեն։ Մենք ասում ենք այն ինչ որ կա։ Ժամանակը մեր ավարտվում է, տրանսպորտի կամ Երևանի երթևեկության խտության հարցը ձեր այլընտրանքային մոտեցմամբ ոնց եք լուծելու։ Մենք երբ որ կա տրանսպորտային բարեփոխումներն են արվում ճակերտավոր, մենք ասացինք, որ պետք է վերցնել եվրոպական երկրների փորձը, որ գոյություն ունի park and ride, այսինքն դու պետք է ավտոյով, եթե դու գալիս ես մարզից Երևան աշխատելու համար, դու պետք է ծայրամասում մի տեղ լինեն պարկինգի տեղեր, որտեղ մարդիկ կանգնեն մետրոյի կայարանի մոտ եւ իրանք նստեն մետրո ու գան քաղաք, այսինքն եթե մենք առաջարկել ենք օրինակ կայարանի շրջակայքում ստեղծել 1000 ավտոմեքենայի համար կայանատեղ, եթե տեղ մարդիկ գային կայանեին եւ իրանք նստեին մետրո եւ գային երիտասարդական, հարցը կլուծվի, այսինքն մի խնդիրը դա էր, երկրորդը դա պարկինգի հարցն էր, որ մենք ունեցանք կարմիր գծերի թանկացում եւ նաեւ ունեցանք անսահմանափակ, որ դու կարող ես ամբողջ տարով գնել, բայց նման բան գոյություն չունի ոչ միտեղ, որովհետեւ պարկինգը դա ժամով է կամ ամենաշատը մի քանի ժամով կամ րոպեով, այսինքն դու ամսական փաթեթներ, տենց հասկացություն չկա։ Ինչի համար, որովհետեւ այդ դեպքում կայանատեղը դառնում է ավտոմեքենա վաճառելու, չգիտեմ, երկարաժամկետ կայանելու տեղ, որը շատ մաչելի է։ Իրականում այն գինը, որը գոյություն ունի տարեկանի համար, ինքը հարմար է լինելու այդ տենց գործով զբաղվող մարդկանց, որոնք իրենց ավտոն վաճառեն։ Այսինքն պետք է անել պարկինգը հասանելի եւ սահմանափակված, որպեսզի մարդը գար քաղաք որևէ գործով կանելու տեղ ունենար։ Երկրորդը պետք է ժամային տարբերություն լիներ ավտոների մուտքի եւ ելքի համար։ Երրորդը մենք առաջարկել էինք դեռ 23 թվականից, որպեսզի շինարարությունը դադարեցվի փոքր կենտրոնում, որը որ խնդիր է այսօր ստեղծում, խնդիրների եւ Չորրորդը կարող եմ ասել, այդ մեր պարկինգի առաջարկած մոդելներ, որ քաղաքի ծայրամասերում կանեն, մետրոյի կանեն մոտ, մետրոյի համակարգը չզարգացավ, այսինքն 3 տարի է մենք խոսում ենք նոր կանի մասին ու չեղավ։ Եվ կարծում եմ, այս բոլոր իմաստով տրանսպորտը զուտ ձախողված ոլորտներից մեծ է տրանսպորտը եւ տրաֆիկի այդ խցանումները։ Դա մեր Երևանի քաղաքային ձախողված ոլորտներից է։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցակիցս ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն էր։ Կհանդիպենք։